Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր նպատակն է պահպանել կայունությունը և գործակցել տարածաշրջանի երկրների հետ, բացահայտելու Հարավային Կովկասի ներուժը և ամրապնդելու բարիդրացիական հարաբերությունները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։ Միևնույն ժամանակ Միխայիլ Կալուգինը մեղադրել է արևմտյան երկրներին տարածաշրջանում իբր ապակառուցողական և հակառուսական քաղաքականություն վարելու համար։ Մեր համոզմամբ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ 3 գումարած 3 հարթակը հենց դրան է ուղղված։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գործակցությանը, Մոսկվան շարունակում է աջակցել Բաքվի եւ Երևանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը, հիմնվելով 2020-ից 22 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունների վրա։ Այսօր Երևանը եւ Բաքուն հիմնականում ուղիղ երկխոսություն են վարում առանց միջնորդների։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, ուրախ կլինենք ընդունել մեր գործընկերներին փաստաթղթի վերջնական ստորագրման համար։ Միխայիլ Կալուգինն անդրադարձել է Թրամփի ուղուն, նշել հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ, քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ դրան Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը իրականացնում է մեր Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը։ Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության գոտիով։ Հարկավոր է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի։ Մեկնաբանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Կալուգինը կարևորել է տնտեսության, առևտրի, ներդրումների, կրթության և այլ ոլորտներում գործակցությունը։ Մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ Հայաստան, հայտարարել է Պաշտոնյան։ Մենք տեսնում ենք, որ հանրապետության ղեկավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական կապերը։ Եվրամիությունը փորձում է օգտվել դրանից։ Մեր արձագանքը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցության ամրապնդումն է։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նրա տնտեսական բարեկեցության հիմքն է, իսկ ՀԱՊԿ-ին մասնակցությունը անվտանգության երաշխիքը։ Կալուգինը նաև նշել է, որ Բաքվի հետ հարաբերություններն էլ նոր թափ են ստացել։ Դուշանբեում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին։ Տրամադրված ենք դրանք զարգացնել 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան։ Դիվանագետի խոսքով Մոսկվան աշխատանքներ է տանում Բաքվում ռուսական տան վերաբացման եւ Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 11 քաղաքացիների վերադարձի ուղղությամբ։ Պաշտոնյան անդրադարձել է Վրաստանի հետ շփումներին, գոհունակություն հայտնել, որ Թբիլիսին չի միացել հակառուսական պատժամիջոցների կոալիցիային։ Դրա շնորհիվ վերջին տարիներին տնտեսական զգալի նվաճումներ են գրանցվել, թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, շեշտել է Կալուգինը։ Նա եզրափակել է Մոսկվան հանձնառու է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թբիլիսիից արձագանքել են ՌԴԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, Թբիլիսին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ դրա հիմքը պետք է լինի Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։